Սկզբում մեջբերեմ Կոնստանտին Զատուլինի խոսքը։ Մենք խոսում ենք Ադրբեջանի եւ Թուրքիային հարակից տարածքների մասին։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանի ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը ներգրավված է։ Կոպիտ ասած, նա ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի դեմ։ Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Լեռնային Ղարաբաղ, բայց հետո նրա ներկայությունը գործնականում անտեսվեց։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով։ Նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի եւ բարեկամության վրա։ Այս Զատուլինի խոսքի հետ կապված, պարոն նախագահ, ես կուզեմ ձեր տեսակետը լսել։ Արդյոք նույն իրավիճակը սպասվում է թրիփի մասով եւ արդյոք նույն ձև կվարվեն հետագայում հնարավոր ձախողման դեպքում ամեն ինչ բարթել Ռուսաստանի վրա եւ այսպես ասենք, արտաքին աշխարհի ներգրավվածությունը գործոնները մեր ներքին կյանքի վրա, դրա համար կուզեմ նաեւ միջանկյալ մեկ հարցել տալ։ Մենք տեսնում ենք, թե Եվրոպան հավաքական արևմուտքը ինչպիսի աջակցություն է ցույց տալիս այս իշխանություններին, տեսնում ենք բաց տեքստով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը եւ նաեւ Թրամփի հայտարարությունները վերջին, որ ինչպես են իրենք խոսում, որ եթե այս կամ այն երկրում որևէ ղեկավար ընտրվի, մենք մեր հարցերը կլուծենք եւ այս ամենի հետ կապված մենք քանի որ արդեն մտել ենք նախընտրական փուլ, այս տարի մեր մոտ ընտրություններ են, ինչ է կարծում այսպիսի աջակցություն, որ ստանում է այս իշխանությունը արտաքին ուժերի կողմից, մասնավորապես հավաքական արևմուտքի եւ Թուրքիայի, հնարավոր են Հայաստանում արդար ընտրություններ եւ ինչպես եք պատկերացնում այդ ընտրություններում հաղթելը, խնդրեմ։ Դուք sense Այո, ներողություն եմ խնդրում գործընկերներից։ Երկրորդ հարցի պատասխանը հիմա չեմ տալու, հենց որ անցնենք այդ հատվածին, անպայման ձևը կգտնեմ արձագանքելու։ Շնորհակալ եմ։ Որովհետև հիմա բան կանենք, որ չթռնենք ներքաղաքականից արտաքին։ Առաջի հարցը ես մի քիչ լավ չհասկացա, դուք կարող եք Զատուլինը իր խոսքում նշում է, որ թրիփի հետ կապված կոնկրետ հարցը դուք ձևակերպեք։ Հարցը հետևյալն է, արդյոք առաջիկայում չէ, այսինքն այս իշխանությունները կանեն նույն քաղաքականությունը, ներգրավելով Ռուսաստանին, աշխարհին ցույց կտան, որ ներգրավված է եւ հնարավոր ձախողման դեպքում բնականաբար նորից սլաքները կուղեն։ Բայց ով ուզում ներգրավի Ռուսաստանին թրիփի մեջ։ Այս process-ներում առհասարակ, այս process-ներում։ Չկա այդպիսի process։ Հակառակը Միացյալ Նահանգները ամեն ինչ անելով են, որ որևէ այլ խաղացող, որը Իրանի հետ ունի լավ հարաբերություններ, այդ ծրագրում ներգրաված չլինի։ Իմ տպավորությունը սա է։ Իմ տպավորությունը սա է։ Եվ դա է իմ մոտ կասկածներ առաջացնում իրական, այսպես ասենք, նպատակների վերաբերյալ։ Օրինակ ես 2-0 կողջունեի, եթե կամ Չինաստանը կամ Ռուսաստանը մաս կազմեին այդ ծրագրի։ Այդ դեպքում իրանցիների մոտ կհանվեր մտահոգությունը եւ պատկերը լրիվ ուրիշ կլներ։ Ես չեմ տեսնում։ Կարող է, ես չգիտեմ Զատուլինը ինչից է այդ եզրակացությունը արել, բայց ես տեղյակ չեմ, ես այդպիսի ինֆորմացիա չունեմ, որ Հայաստանը փորձում է այդ տրիպի մեջ ներգրավել, ինչ որ ձևի ներգրավել Ռուսաստանը։ Ես չունեմ այդ ինֆորմացիան։